Բարև, Բուն TV եթերում սպորտ ոդքասթ Թեթանոսի հետի այս եթերաշրջանի վերջին թողարկումն է։ Ինչպես հատուկ է առհասարակ, վերջին թողարկման համար շատ յուրահատուկ հյուր ենք պատրաստել ձեզ համար։ Իդեպ ոչ միայն հյուրն է բացառիկ, այլ նաև թեման։ Ամեն օր չէ, որ Հայաստանում ավտոմոտոսպորտի մասին ընդհանրապես կխոսան։ Այնպես որ ինչ որ չափով նաև հատուկ մեզ համար Իսպանիայից այսօր եկել եք մեր եթերին, դրա համար շատ շնորհակալություն, իսկ մեր հյուրը Պատանի ավտոարշավորդ Դանիել Դալաքյանի հայրն է, Էդուարդ Դալաքյանը, ով նաև ավտոարշավորդի մենեջերն է։ Այո։ Ծանր աշխատանքային շաբաթ էր։ Ոնց հասկանում եմ, ամեն շաբաթ նույն գրաֆիկով եք ապրում։ Մի փոքր շատերին ցանկալի կլինի ներկայացնել հենց Դանիելին Դալաքյան։ Ես տեսել եմ շատ մանկուց, նա 8-9 տարեկան էր, 5 տարեկան էր, ավելի վաղ հասակում, եւ հիմա փաստացի տարիներ անց մենք արդեն ունենք պրոֆեսիոնալ ավտոարշավորդ Պատանի տարիքում, բայց արդեն հսկայական ճանապարհ անցած։ Դուք ավելի մանրամասն ներկայացրեք ձեր որդուն։ Օրինակ, վերջի ամսից խոսանք, որ հասկանաք մի ամսվա կտրվածքը, հունիս ամիս, մենք Հայաստանում էինք, հանդիպեցինք, դրանից հետո ինքը մի շաբաթ Ֆորմուլա 4-ը քշել Պորտուգալիայում, դա նշանակում է 3 շաբթի օրը լինել արդեն Պորտուգալիայում առավոտյան, որովհետև 2 շաբթի պետք է դուրս գաս, 3 շաբթի free test, ոնց որ ասած 3 շաբթի, 4 շաբթի պիտի տեստեր անես, 5 շաբթի ազատ, ուրբաթ շաբաթ կիրակի մրցում։ Դա երբ վերջանում է, կիրակի դու ետ պիտի վերադառնաս, ինքը 2 շաբթի գնում է դասի, 3 շաբթի նորից սկսում է, ինքը արդեն կարտինգում առաջի լիգայում է, գնում ենք ասենք Մալագա, 600 կիլոմետր գնալի, սաղ շաբաթ քշում ենք, կիրակի վերադառնում ենք, 2 շաբթի գնում է դպրոց, ու 3 շաբթի նորից գնալու ենք Ֆրանսիա Պոլ Ռիկարդ, Ֆորմուլա 4, այդպես ինտենսիվ, ասենք։ Ես հենց սպայնոց տղայիս կանչեի, որ ինքը մի հատ այդ գրաֆիկի հետ ծանոթանա, ինքը մեկ-մեկ բողոքում է իր, շատ ավելի թեթև դպրոցական գրաֆիկից։ Այո։ Իսկ արձակուրդներ։ Արձակուրդներ ունի մենակ օգոստոսին 2-ից 3 շաբաթ, այդ 2-ից 3 շաբաթը անցկացնում Հայաստանում, կոնկրետ Դիլիջանում, իր տատի պապիկի մոտ, որովհետև այս կողմի տատիկ պապիկնել են կարոտում երեխային ու անպայման գալիս է Հայաստան, ինքը շատ է սիրում, եղբոր հետ, կնոջս հետ գալիս են Հայաստան, այդ 3 շաբաթը կինս ու փոքր տղաս մնում են 1 ամիս, Դանիելը մնում է 2 շաբաթ 3 օր, որովհետև տեստերը թույլ չեն տալիս, որ ինքը շատ, ոնց ասած, հանգստանա, չի էլ կարելի այդքան հանգստանալ։ Փաստացի չի կարելի հանգստանալ այդքան շատ, քանի որ ինքը արդեն պրոֆեսիոնալ ավտոարշավորդ է։ Ինչ փուլերով է անցել, որովհետև այն ժամանակ նա քշում էր կարտ, կարտինգներ նրա այն մրցակցային տարածքը, իսկ հիմա այս տարվանից, եթե չեմ սխալվում, արդեն Ֆորմուլա 4։ Այդ անցումը ոնց տեղի ունեցավ ու փաստացի կարելի ասել, որ դա առաջին քայլն է ավտոսպորտում, որ բոլորը շատ լավ գիտեն, հա, ֆորմուլան միշտ ընկալում են գոնե Հայաստանում, ցավոք սրտի, շատերին կարող է օրինակ լման ասես, բան ասես, տեղը չբեր ինչի մասին է խոսքը, բայց գոնե ֆորմուլան ինչ որ մի հատ ստատուս է, կարգավիճակ է, հա, վերնագիր է, որ բոլորը հասկանում են։ Ամենաբարձր լիգան է։ Եվ այստեղ արդեն Ֆորմուլա 4-ում Դանիելը Դալաքյան մրցունակ է, ոչ միայն մրցունակ է, այլ նաև ամենաերիտասարդն է։ Բացի երիտասարդը, ես ասեմ ենք, օրինակ եթե փետրվարին ինձ հարցնեիք Դանիելը Ֆորմուլա 4 2025-ին գվարի, կասեի ոչ, որովհետև նախ առաջինը դա շատ թանկ սպորտ է, շատ թանկ կատեգորիա է։ Ֆորմուլա 4 քշելու համար կապ չունի, ով ուզում է լինի 600-ից 650 հազարի եվրո պետք է ներդնես, բացի ներդնելը դու պիտի ունենաս աթոռ։ Ասենք գալիս են 36 հատ աթոռ կա, 36 հատ աթոռն էլ իրանց բաները ունեն, իրանց պատանիներ ունեն, այդ պատանիները մինիմում 19 տարեկան են, մինչև 24, նենցա որ նախ այդ գումարը չենք նախատեսել այս տարվա վրա Դանիելի վրա ծախսելու, որովհետև ինքը նախապատրաստվել էր MP4 լիջեր քշելու, անցած տարի ինքը լավ նախապատրաստվեց, մեր նպատակը այս տարի լիջերում հաղթելն էր, որովհետև մենք նախապատրաստվել էինք պրոտոտիպ մեքենա քշելը։ Իսկ ինչը պատճառ դարձավ, որ պլանները այդպես փոխվեցին։ Անցած տարվա իր պրոտոտիպ տեստերի վաղտ ահագին թմեր, պարալելն է, ոնց որ ասած Ֆորմուլա 4 են քշում։ Պարապում են։ Իր ռեգիստրները նայելով
շատ թմերի հետաքրքրության տակ ընկա, որից մի թիմ մեզ փետրվարին առաջարկեց երկրորդ տեստավորել երեխային։ Ես ասացի լավ տեստավորենք, պրոբլեմ չկա, դա ինչքան էլ տեստավորես, դա իր համար պլյուս է, ոնց որ ասած հիմա լավ կլինի, թե վատ կլինի, բայց ինքը քշում է, տեստավորենք, տենանք որտեղ է։ Ոնց որ ասած բախտի բերմամբ եւ պատամամբ առաջի օրվա տեստը անձրևային էր, երկրորդ օրը 4, անձրևայինի վաղտ 5 վայրկյան բոլորից արագ քշեց, այդ վաղտ էլ ինքը 15 տարեկան էր, իսկ 4-ի վաղտ 0.5 վայրկյան։ Նենց էր որ բոլորը զարմացել էին, բացի հետ էլ ինքը նենց էր որ սև կասկով պիտի քշեր, որովհետեւ մենք արդեն կոնտրակտ ունեինք, ինքը իրավունք չուներ, ոնց որ ասած Ֆորմուլա 4 սպորտ էր։ Նենց որ իրան փակած տարան, փորձեց, բացի հետ էլ հլա լիգան չէր սկսել, ասեք ոչ մի իլեգալ բան չեն կարել, բայց թիմը չէր ուզում ցույց տար։ Բացացի հնարավորություն կար փորձելու, փորձեցինք, նենց էր փորձեցինք, ամեն ինչ լավ էր, գնացինք տուն, հաջորդ օրը հազանգ ենք ստանում, որ Դանիելը պիտի աթոռ ունի, խնդրում ենք գանք բանակցության։ Որ թիմն է ներկայացնում։ Խերես թիմն է, Իսպանիայի թիմերից մեկն է, Ֆորմուլա 4, բացի դա ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում էլ է մրցում, իրանք նաև ունեն տարբեր պրոտոտիպներ, իրանք ունեն LMP2, որ ասենք լիջեր են քշում, եկող տարի էլ պատրաստվում են Դակար քշել։ Նենցա որ իրանք շատ մեծ թիմ են, մենք էլ գնացինք լսելու։ Իրանց նենց առաջարկ արեցին, որ չկարեցանք մերժենք, որովհետև ես ցույց տվեցի կոնտրակտը Դանիելի, ասի մենք այս գումար ունենք, մենք այս տարի սա ենք անում, ավել չենք էլ կարա, որովհետև ոնց որ ասած տարին մենք սկսում ենք հոկտեմբերին, ոնց որ եկող տարվա համար, հիմա փետրվար ամիսն է, ասենց արագ, նեցա որ Դանիելին աշխատավարձ առաջարկեցին, բավականին բարձր, որ կարենա իր աշխատավարձով ու իմ տված գումարով ինքը տեղավորվի ու կարենա մտնի 2025 թվի Ֆորմուլա 4-ի թմում, ավտոշարժավում։ Իսկ ինքը ոնց տարավ թեթև ստացվեց այդ անցումը, որովհետև կարտ քշելը մի բան է, Ֆորմուլա 4-ը մեկ այլ ու հիմա էլ նաև ձեր տրամադրած կադրերը կգնան եթեր, մարդիկ կհասկանան, որ դա իրոք այն է, ինչ իրենք պատկերացնում են, այդ անունը իրենց ոչի բանով չի խաբում Ֆորմուլա 4 եւ ըստ էության այստեղ նույն այն արագություններն են, գրեթե նույն այն բոլիդն է, որը որ Ֆորմուլա 1-ում եւ 2-ում են կարող տեսնել, հա, այնտեղ սպეციფიկ դետալներ կան իհարկե տարբերությունը, բայց ամեն պոտենցիալը իջնում, մեկ էլ իր ամորտիզացիան, իսկ մնացածը ինքը նույն բոլիդն է, նույն չափսերով, ինքը թեթև տարավ այդ անցումը։ Ինքը թեթև տարավ, բոլորի համար իր շատ արտահայտիչ էր, որովհետև իր ռեակցիան շատ ուժեղ է, ինչու, որովհետև ինքը այդ տարիքում կազետ կատեգորիայում է քշում, կարտինգի, առաջի լիգայում է։ Առաջի լիգայում մտնում են 18-19 տարեկանից, ինքը 15 տարեկանից կազետ կատեգորիայում է, Դա արագությունը հասնում է 170-ից 180 կմ/ժ, ինքը 6 սկորստանի կարտա, ինքը տեղ 4 հատ պոդիում արեց, մի ռեկորդ խփեց, 2 անգամ հաղթեց, ունեցա որ դու որ կարտինգով 1 սանտիմետրի վրա սովորում ես 180-ի տակ գնալ, հետո նստում ես մեծ մեքենայի մեջ, ինձ ասում է, պապա, այս իմ համար դանդաղ է, բայց կապ չունի, ինքը 240 է գնում, մաթեմատիկորեն որ նայում ես, ինքը 60 կմ/ժ ավել է գնում, բայց իր համար շատ դանդաղ է, ասում է, պապա, ես հասցնում եմ, ասենք, եթե իրանք միտեղ խփում են, կադրերից մեկում կտեսնեք վերջում երկու մեքենա ոնց են ֆռում, ասենք, իրանք իրար խփում են արագություն 240, քո ռեակցիան այնպես չեղավ, կխփես, քեզ բացի մենակ քո խփելը չէ, քեզնից հետևից քեզ կխփեն շարունակությունը։ Իր համար ինքը ասում է, պապա, այդ կազետից հետո իմ համար սա դանդաղ է, բայց արագությունը ավել է։ Դե փաստացի այնտեղ քանի որ այդ մեքենայի սահմանները չեն զգացվում, դու ես քամին է, հա, միանգամից տպավորությունն է, որ դու ավելի արագ ես։ Բայց բանից պարզվում է, որ դա օգնում է նաև։ Բայց իր էֆեկտը իր դանդաղ է, որովհետեւ ինքը մեջն է, ասում է, ես քամին չեմ էլ զգում, քամին զգում եմ մենակ կասկից մի քիչ վերև, ու ասում եմ իմ համար սա դանդաղ է։ Ունեցա որ ու այդ ռեակցիայի վրա բոլորը զարմանում են, որովհետեւ բոլոր 35 մրցակիցները իրանք կազետ չեն քշել, իրանք ասենք միանգամից կարտինգից դե գումար ունեն, ծնողները եթե գումար ունեն, միանգամից տեղափոխում են ֆորմուլա, իսկ որ ասում են Եվրոպայում բոլոր տեղերին ասում են, որ գումար չունենաս, չես հասնի ֆորմուլա 1, դա սուտ է, որովհետև ես իմ երեխայի վրա դա տեսնում եմ,
որովհետև իր ձեռքերի շնորհիվ ինքը հասել է ինչ որտեղ որ հասել է, որովհետև ես որպես հայր ես մուլտիմիլիոներ չեմ, էլի, որ կարենամ այդ ամեն ինչը վճարեմ ու հասցնեմ, որովհետև իր ձեռքերի շնորհիվ ինքը հասնում է։ Այսինքն պետք է տաղանդ պետք է ունենաս։ Տաղանդ եթե ունես, դու ասում ես սուտ է, տաղանդով ոչ միտեղ չես հասնի, դա լիովին սուտ է, որովհետև Դանիելը որտեղ որ հասել է, իր տաղանդով է հասել։ Իհարկե ես օգնել եմ, իհարկե գումար պիտի դրվի, բայց այդ նույն ահռելի գումարների մասին խոսքը չի գնում, ոնց որ մնացած 35-ն եմ վճարում։ Կադրերի մեջ վստահ եմ շատերը նկատեցին նաև Հայաստանի եռագույնը։ Ոնց է ստացվել, որ Իսպանիայում մեծացած տղան, որ ընդեղից դպրոցն է անցել ավտո արշավորդի, բայց արդյունքում ներկայացնում է Հայաստան։ 5 տարեկանից Դանիելի կասկի վրա, ֆորմի վրա եռագույնը միշտ կա։ Ամեն անգամ երբ պոդիումա բարձացել, եռագույնը միշտ ուսերին ա եղել, ես կարամ ուղարկեմ հարյուրավոր նկարներ պոդիումի վրա 5 տարեկան, 6 տարեկան, 7 եռագույնը, բոլոր ժուրնալներում, բոլոր թերթերում, դաժե Թուրքիայում 2 անգամ ժուրնալում դուրս ա եկել 8-9 տարեկան, գրվում է Իսպանո-Արմենիո, Իսպանա-հայ։ Թույլ են տալիս, որ եռագույնը դու ցույց տաս, թույլ են տալիս, որ դու եռագույնով բարձրանաս վերև, բայց եթե դու առաջի տեղ ես, ցավոք հիմնը իսպանական է։ Իսկ մենք այս տարի մտանք Հայաստանի Ֆեդերացիայի տակ, որովհետև 2022 թվին Դանիելն էլի նույնպես Հայաստանը ներկայացրեց միջազգային ոնց են ասում մրցաշարում ակադեմիայում մենք ինքը 12 տարեկան էր, բոլորը 14-15, մենք top 15-ի մեջ էինք միշտ փայում, այդ ժամանակ եռագույնի տակ էր։ Եռագույնի տակ մտնելը մի քիչ օֆիցիալ մտնելը դա մեծ խնդրեմն է, ինչ պահով, որովհետև Դանիելը 8 տարեկանից ինքը պրոֆեսիոնալ մարզիկ, այդ պրոֆեսիոնալ մարզիկ լինելով, այդ փակագիծը քեզ թույլ է տալի դպրոցում 3 առարկա չնստել։ Մեկ, երկրորդը քեզ թույլ է տալի բաց օրագիր ունենալ։ Այդ 3 առարկաները դուք եք ընտրում, թե պարզապես այդ օրակարգին, որպեսզի չխանգարի։ Օրինակ մեր մոտ 3 լեզու են սովորում, երրորդ լեզուն ազատ է, ֆիզիկա ինքը որոշում է մեկը, որը չի կարող նստի, ասենք դու ինչ ես որոշում դառնաս, ուզում ես տեխնիկայի ճանապարհով գնաս, ունեք կարաս լեզու դուրս թանես, ֆիզկուլտուրան, մեկ էլ ասենք երրորդ լեզուն։ Իսկ եթե ուզում ես ասենք որպես ուրիշ ոնց բացատրեմ advocat դառնաս կամ ինչ-որ բան, կարաս մաթեմատիկան անես կամ ֆիզիկան։ Անեցա որ ասենք ելնելով նրանից թե ինչ ճանապարհ ես դու ընտրելու մասը։ Բացի դա սպորտսմեն, էլիտ սպորտսմեն լինելու համար դու պիտի կատեգորիա ունենաս, դու պիտի տիտուլներ ունենաս, որովհետև քեզ հենց այնպես չեն տալի էլիտ սպորտսմեն։ Գնում ես ասում ես էլիտ սպորտսմեն եմ, քեզ թող տեն տալի։ Ոչ, էլիտ սպորտսմեն լինելու համար դու պիտի մինիմում 2-3 չեմպիոնատ հաղթես, միշտ ֆեդերացիայից դոկումենտ ստանաս, որ ասենք երեխան ասենք ի բաներ ունի, որտեղ բոլորն էլ մասնակցում են։ Դանիելի Դալյակյան այս դեպքը շատ նման է Իսպանիայի Բարսելոնայի սուպեր ռաստղին, հա, Յամալի դեպքին, երբ որ նա Եվրոպայի առաջացան ժամանակ անգամ այդ ընթացքում քննություն էր տալի, կարծում ես նույն ճանապարհով նաև Դանիելի մոտ է։ Հասցնում է դասերը համատեղել։ Հասցնում է, 4 օրվա մեջ 16 հատ քննություն ա տվել, քննությունները ստացել է։ Կարճ ասած վատ աշակերտի համբավ չունի։ Չէ, 4 լեզու էլ խոսում է։ Հայերենը ներառյալ։ Անպայման։ Տան մեջ թույլ չենք տալի ուրիշ լեզվով խոսա։ Եթե տան մեջ երկու տեղ ասել, ուրիշ իսպաներեն են խոսում, մենք իրանց չենք լսում, ոնց որ ինչ ասիր, որ հայերեն խոսան, իսկ երբ դուրս են գալի անպայման իսպաներեն կամ անգլերեն։ Դուք ձեր խոսում մի պահ ընդգծեցիք, որ Հայաստանի Ֆեդերացիայի անդամ դարձաք, ես գիտեմ, որքան գիտեմ, եթե ավելի մանրամասն դուք ներկայացնեք, ինչ որ կոնֆլիկտ խնդիր կա Հայաստանի ավտոսպորտի ֆեդերացիայի հետ։ Ինչն է պատճառը դարձել, որ հատվածում սկսած, այնպես ստացվեց, որ կարելի ասել դուք տարբեր ճանապարհներով սկսեցիք գնալ։ Նախ առաջին ասեմ, որ չեմ ուզում Հայաստանի Ֆեդերացիայի անունը Հայաստանի Ֆեդերացիան ինստիտուցիա է, ինստիտուցիայում, ասենք, մարդիկ կան, որ իրանք են, ասենք, այս տարի եկող տարի վարում։ Ցավոք սրտի, այս տարվա մեջ որ վարում է, այդ խումբը, ասած ադմինիստրատիվ գրուպը, ոնց ասեմ, որ հասկանաք, պարզ ասեմ, էլի, ոչ սրբություն ունեն,
ոչ պրոֆեսիոնալ են, սուտախոս եւ նախանձ։ Կետերով ես անցնեմ, որ իմ բառերի բոլոր պատասխանները ես տամ։ Օրինակ սրբություն ասելով ես ձեր հարցին հարցով կարամ պատասխանեմ։ Դուք երեխա ունեք։ Այո, երկուսը անչափահաս են։ Այո, իմ անչափահաս երեխայի նկարը մարտ ամսին օգտագործվում է մի կայքում, որտեղ ես դիմում եմ, որ այդ նկարը վատ է հելել։ Երեխան վատ է նկարի մեջ երեխան վատ է դուրս եկել։ Չեմ ասում հանեք, ասում եմ փոխեք։ Իրանց 3 բան եմ ուղարկում, 3 տարբեր նկար, որովհետև ինձ ասում են, չէ, այդ նկարում Հայաստանի Հանրապետության Ֆեդերացիայի բոլոր անդամներն են դուրս եկել։ Ես նայում եմ, մտե մի հոգի է երևում, 2 հոգի, մնացածը խավանի մեջ են։ Ասում եմ, դե որ տենց է, ես ձեզ 3 հատ ընտիր նկար ուղարկեմ, այդ 3 օգտագործեք, այդ մի նկարը հանեք։ Բոլորն էլ երևում են։ Բոլորն էլ Երևան ու բոլորն էլ ամեն ինչը տեղին լինի։ Նախ առաջինը даже любой ինտերվյու, любой նկար, որ օգտագործվում է անչափահասների հարցը Դանիելի մասի չի գնում։ Անչափահաս երեխաների բոլորը թույլտվություն է վերցնում։ Օրինակ Դանին քշում է, գալիս է առաջին կանալ Իսպանիայի նկարում է, նկարելուց հետո թուղթ ենք ստորագրում, որ իր նկարը իր մասին կանան խոսան։ Մենք այդ թույլտվությունը տվել ենք ֆեդերացիային ու FIA-ին, այս կարծի կարգում FIA-ին։ Այսինքն այս կարգավորումները նենց չի որ դա ձեր ցանկությունն է, դա FIA-ի ու Իսպանիայի ոնց որ ու Հայաստանն էլ կարա օգտագործի, բայց անչափահաս լինելով մենք կարող ենք ասենք, այս նկարը փոխեք։ Հիմա ֆեդերացիայի պրեզիդենտը մեզ ասեց Էդուարդ ջան, դե հիմա սպոնսորա, դե հիմա այս կոմ չենք ուզում նեղացնենք, մեզ օգնում է։ Չեմ կարա։ FIA-ից այդ նկարը վեկալել, FIA-ի էջումը, Դանիել FIA-ի անդամը ինքը ստորագրել է, որ իր նկարները կարան օգտագործեն։ Ասեցի լավ։ Ոնց անենք, ոնց որ ասում են, որ համ ոչխարները սաղմանան, համ գելերը սոված չսատկեն։ Անենց անենք, որ բոլորը նորմալ լինի, հա։ Ֆեդերացիայի պրեզիդենտը ասեց, դե որ FIA-ն հանի նկարը, ես էլ միանգամից բանի հետ խոսամ, սպոնսորի հետ խոսամ, նկարը կհանենք, ասում եմ, ես չեմ ուզում հանեն։ Մենք դեմ չենք, թող փոխեն, որովհետև այդ նկարում իմ երեխան չի ուզում իր նկարը այդպես դուրս գա աղավաղված։ Դուք կուզենայիք։ Միանշանակ չէ, դա լավը մանավանդ կա։ Ահա։ Ես նամակ եմ գնում FIA-ին, FIA-ն մի շաբաթ հետո պատասխանում է, խնդրեմ չկա։ Նկարը հանվում է։ Ես լինք ուղարկում եմ Հայաստանի Ֆեդերացիա միշտ խնդրանքով, միշտ նորմալ խոսալով։ Մեծ հաշվով այդտեղ խնդիր չպետք է որ լիներ։ Պարզ բան է ծնողը խնդրել։ Երեխան, ծնողը չէ, երեխան։ Լավ, երեխան, իսկ երեխայի ծնողը։ Պատկերացնում եք իմ երեխան ասում է, պապա, այս նկարը հանի։ Ասա թող հանեն։ Ես իմ երեխայի դեմ ոնց եմ ես իր աչքերին նայում, որ դեն մարտ ամսից միջև այսօր հլա իրանք այդ նախ այդ սրբություն չունենալն է։ Այդ սրբություն չունեն, այդ մարդիկ սրբություն չունեն։ Անչափահաս երեխայի նկար օգտագործում են, ինձ էլ ոնց որ ձեռնոց են նետում։ Ես իրանց չափ անդաստիրակ չեմ լինի, որ իրանց այդպես պատասխանեմ։ Լավ, այսինքն իրանք չհեռացրեցին այդպես էլ ու Չէ, FIA-ն հեռացրեց։ Չէ, FIA-ն հեռացրեց, իսկ բայց իրանք առանձին հետևից ես իրանց լինք ուղարկում եմ, ասում եմ FIA-ն դա հանելա, դե հիմա էլ դուք ձեր բանը կատարեք։ Իրանք ձեն չեն հանում 5 օր լրությունից հետո մայիսի 1-ին ազատօր է։ Սաղ աշխարհով մայիսի 1-ը տոն է։ Մայիսի 1-ին ինձ FIA-ն զանգում, ասում եմ, ինչ ա եղել։ Վերցնում եմ, ասում են, Հայաստանի Ֆեդերացիան ասել է այդ նկարը անպայման նույն ձևի տեղադրեք նույն տեղը։ Էդուարդ Դալաքյան ջան, եթե դուք խնդրեմ ունեք, ձեր ֆեդերացիայի հետ լուծեք, ես պիտի տեղադրեմ, որովհետև մենք ֆեդերացիաներով իրար հետ ենք խոսում։ Ես էլ չեմ հավատում, ասում եմ, անհնար է տենց բան։ Ինձ կարաս գրավոր էդի ուղարկես։ Բայց մայիսի 1-ն է, բայց քո համար կուղարկեմ։ Ու ինձ գրավոր ուղարկում են, որ ֆեդերացիան sense բան խափեփայությամբ։ Խափեփայ ինձ ինչի եք խափում։ Նախ եմ իմ երեխայի նկարն եք օգտագործում, որը ես դեմ եմ։ Ասել եմ նկարը փոխեք։ Այդ մեկ 3 ամիս ոնց որ ասած ականջիցս բռնած տարամբերին ես FIA-ի դեմ կապիկություն արեցի։ Տենց է դուրս գալի։ Վերջում իրանք ասած արեցին։ Խափեփայությամբ հետո, դրանից հետո Դանիել ասեց, պապա, եթե իրանք տենց են, մենք դուրս են գալի ֆեդերացիայից։ Ֆեդերացիայից դիմում եմ գրել, իրանց ուզածով։ Դիմում եմ գրել ուղարկել եմ 3 շաբաթ լռություն։ Չեն հանում։ Եկել ենք աշխարհի խաղերն է։
աշխարհի խաղերը 3 շաբթի օր գրեցի, եթե 3 շաբաթա չեք հանել, այս շաբաթը պահեք, Կիրակի օրը հանեք, որ հանկարծ պրոբլեմ չունենա, էլի դանի ստրախովկի, բանի ապահովագրության։ Հիմա ամենակարևոր մասն է գալի խաբեբայության։ Այդ մարդիկ այնքան նախանց դուք ինձ կարեք, եթե ես ինչ-որ մի բան ձեր մոտ չի տեղավորվում։ Փորձում եմ այդ ամբողջ պատմությունը հասկանալ նման մանրուքից գալ հասնել նման մասշտաբային ես չեմ հասկանում, դա զուտ հայկական նախանձություն է, որովհետև 3 շաբթի գիշերը, 3 շաբաթ լռությունից հետո 3 շաբթի գիշերը նամակ են գրում ինձ, որ Դանիելը էլ անդամ չի, ու փոխանակ այդ նամակը ինձ ուղարկում են Իսպանիայի Ֆեդերացիային ու ՖԻԱ-ին։ Արդյունքում որպեսզի նա չկարողանա մասնակցել։ Հա, բոյկոտ են իրան չմասնակցելը։ Ու իրանց ցավոք իրանց այդ վատ քայլին Իսպանիայի Ֆեդերացիան գիշերվա 1-ին ինձ զանգում, ասում է Էդուարդ ջան, ժամը 6-ին Դանիելը լիցենզիան կունենա։ Ու ստրախովկով, ասում եմ ո՞նց ստրախովկով։ Ասում հա։ Հիմա գալիս է ամենակարևոր կետը։ Մենք քրեական գործ ենք բացել Եվրոպայում, Հայաստանի Ֆեդերացիայի ավտոմոբիլիզմի անդամների, ովքեր որ վրա։ Ինչի համար, որովհետև դուք հիմա Հայաստանում, եթե դու առանց ապահովագրության մեքենան հանես դուրս քշես, ինչ կլինի։ Խնդիրներ կունենամ ոստիկանության հետ։ Նվազագույնը։ Իսկ եթե ավարիա ունենաք ու ինչ-որ մեկը տուժի, առավել եւս։ Քրեական գործ։ Առավել եւս։ Իրանք իմ տղային լիցենզիա են տվել։ Լիցենզիայի հետևը կոդ է գրած։ Այդ կոդը նշանակում է, որ ինքը ստրախովկա ունի։ Ըստ այդ ստրախովկի, ըստ այդ լիցենզիայի, իմ երեխան հունվարի 1-ից մինչև մայիսի 13-ը մրցել է 4 կարտինգ 180 կմ/ժ, 2 հատ Ֆորմուլա 4 240 կմ/ժ։ Բա որ հանկարծ մի բան ելներ։ Դու գիտեք, իմ երեխան այսինքն ապահովագրություն չի եղել։ Ու բայց իսկ այդ թիվը լիցենզիայի հետևը գրված է, որ ինքը ապահովագրությունն է։ Ներկայդրությամբ մենք քրեական գործ ենք հարուցել Եվրոպայում։ Նախ առաջինը երեխայի անչափահաս նկարը օգտագործելու, մեր խնդրանքները չկատարելու, իսկ ամենակարևորը, որ դաժե ազատազրկում է իրանց հասնում, այդ լիցենզիան տալու համար։ Եթե դու լիցենզիան տալիս ես, հետո պիտի գրես warning, ուշադրություն, լիցենզիա չունի, ոչ թե այդ կոդը գրես։ Հա, որ դա վկայագիր է, բայց ապահովագրությունը ներառյալ չէ, հա։ Բայց ես էդի Իսկ մեծ հաշվով ստացվում է կեղծել է։ Ինչ եմ ուզում ասեմ, Իսպանիան միանգամից մի վայրկյանում Դանիին լիցենզիա տվեց, մի վայրկյանում, հետին օթվով ու ստրախովկով։ Բացի դա Հիմա էլ ինքը ես ոնց հասկանում եմ հենց այդ լիցենզիայով է։ Բայց լիցենզիայով է, բայց հայկական դրոշով։ Ինչի համար։ Մենք այդ ամեն ինչը պատմել ենք ՖԻԱ-ին։ Ամեն ինչը պատմել ենք Իսպանիայի Ֆեդերացիային, որ մենք բուլինգ ենք ստանում Հայաստանի Ֆեդերացիայի կողմից։ Ու իրանք այդ ամեն ինչը փաստաթղթված։ Ու Դանին հարցել են, Դանիել, դու ո՞ր դրոշի տակ ես ուզում քշես։ Դանիել ասել է, ես հայ եմ Հայաստանի։ Իսկ ինքը դրանից չի նեղվում, այդ խնդիրները, որ արհեստական լրիվ պատկասում 15-16 տարեկան երեխայի մասին։ Ես ամեն ինչը միջև վերջ իրան չեմ տալիս, որ ինքը չնեղվի։ Ինքը շատ պատրիոտ է։ Ես ոնց հասկանում եմ, այս հաղորդումը ինքը չի նայելու։ Կնայի։ Ինքը շատ պատրիոտ է, բայց ամեն ցավոք գիտեք ինչն է ինձ ամենաբանը նեղացնում, որ ստեղ ականջից հասնում է, որ ասում են Դանիելը գնացել է, որովհետև Հայաստանի Ֆեդերացիան փող չի տալի։ Կներեք, 1 րոպե։ Հայաստանի Ֆեդերացիան մի լումա չունի, որ Դանիին տա։ Մենք որ եկանք, մենք գիտենք, որ փող չենք ստանալու։ Դանիելը ու մեր ընտանիքը 60,000 եվրոից հրաժարվել ենք։ Դա դրամով ասած 25 միլիոն դրամ, որ մի ընտանիքը 25 միլիոն դրամ կհրաժարվի սպորտաձևում, որը գումարը չէր խանգարի, եթե զուտ դրոշի համար, ոչ մեկ։ Ու ամենավատ բանը ձեզ ասեմ, ամսի 13-ին, որ իրանք ուղարկել են լիցենզիան Դանին դուրս է եկել, Դանի 14-ին մրցել է, ոնց որ ասած հատուկ իրանց սայթում նույն նկարը գցել են իրանց սայթում։ Ոնց որ ինձ ձեռնոցն էտեն։ Այդ գրությամբ մի հատ էլ ոնց որ երկրորդ անգամ են գցել, բայց կներես ես իմ տղային ու իմ մեր advocate-ի խոսք եմ տվել, որ ես ոչ մի բան չեմ անի, բայց իմ համար դժվար է, սա, որովհետև ես որպես հայր դուք ո՞նց կվարվեիք, օրինակ։ Դες հասկանում եմ, դա վիրավոր անգամ գտնեի, ոնց որ ասած մեր ձևով կլուծեի այդ հարցերը, բայց
պետք չի, որովհետև իմ տղան ասում է պապա, պետք չի, դու մենք ճիշտ ենք, ավելորդ բան անենք, մենք ենք սխալ դուրս գալու, advokatն նույնը, բայց ես իմ տղայի հանդեպ որպես իմպոտենցիա եմ զգում, ինչի համար նախանձությունը, ստախոսությունը, մարդկանց խաբելը, այդ սրբություն չունենալը, երեխա ձեր հանդեպ չի, դա երեխայի հանդեպ է, իմ նկարանի հանդեպ ասում։ Լավ, իսկ իրանք այդ ամեն ինչը եթե հասկանան, ենթադրում եմ, որ պետք է հասկանան, եթե գործը գնա դատարան, իսկ գնացել է արդեն։ Դատարանից նրանք պատվով դուրս չեն գա այդտեղ։ 100%։ Այսինքն կարելի է ենթադրել, որ օրինակ Հայաստանին կզրկեն բանից, նաև ֆեդերացիային կզրկեն։ Ֆեդերացիային չեմ կարծում, որովհետև մենք կոնկրետ գրել ենք, որ ֆեդերացիան կապ չունի, ոնց ասած ոնց Հայաստանի Հանրապետությունը, եթե պրեզիդենտը կամ ինչ որ տեղակալը ինչ որ մի վատ բան են անում, ինչի պիտի Հայաստանի Հանրապետությունը դուժի, հա։ Մեր բողոքը կոնկրետ մի քանի հոգու վրա է, իրանք պիտի պատասխան տան, օրինակ այդ նկարը գցողը, այդ նկարը այդ օրը նույն ձևի կրկնողը, բայց չեմ ուզում այդ թեմայից խոսանք, որովհետև ոնց որ ասած իրանք շատ տեղ ենք տալի մեր այսօրվա հաղորդման մեջ, այդքան չկան իրանք։ Ես մեծագույն հաճույքով կշրջանցեի, իմ համար շատ ցավալի է հասկանալ, որ նեղ փոքրիկ աշխարհում, որի մասին որ շատ էլ չի խոսում ավտոմոտոսպորտի մասին Հայաստանում, հա, իմ պատկերացմամբ շատերը Հայաստանում ավտոսպորտը պատկերացնում են այդ դրիֆտն, հա, մեկ էլ հա ինչ որ մի բաներ են, որոնք որ ընդհանրապես մեր հետ կապ չունեն, հա, Ֆորմուլա 1-ն է, մեր մոտ հերարցակում են, բայց դա մեր աշխարհը չի, մեզ հետ կապ չունի ընդհանրապես։ Նախ առաջինը մի քանի հատ սխալ բաներ են անում, ու այդ սխալ բաները ցուցադրում են ոնց որ ասած ծիծաղի առարկա ենք դառնում մեր ֆեդերացիան Եվրոպայում։ Իսկ հատկապես քարտինգում, որպեսի ավելի պրոֆեսիոնալ քայլեր կատարի, հա, ես այդ ճանապարհի մեկնարկը տվող մի հատ հետաքրքիր նախաձեռնության մասին գիտեմ։ Փաստացի այդ մասին երբևիցե ոչ մի տեղ չի հայտարարվել, բայց կոնկրետ Ֆորմուլա 4-ի բոլիդի վրա լոգոտիպի տեսքով նկարված է, դա կարտոդրոմն է։ Այո։ Հենց Դանիել Դալակյան կարտոդրոմ։ Իր շորի վրա է ու FIA-ի։ Ես երբ որ տեսա, տենց հարց մոտս առաջացավ, կարծում եմ շատերն էլ եթե դետալների վրա ուշադրություն են դարձնում, երևի թե իրանց մոտ է հարց առաջացավ։ Տղան փոքր է, բայց արդեն նախաձեռնություն ու ցանկություն ունի, որպեսզի Հայաստանում այդ մշակույթը ու մարդկանց նաև հնարավորություն տրվի, որպեսզի կարտոդրոմով զբաղվեն ու զբաղվեն պրոֆեսիոնալ, այլ ոչ թե այնպես, ինչպես հիմա են անում։ Այո։ Երբ որ Դանին 13 տարեկան էր, ինչ որ Դանիելը շատ ինտերվյուներ ա տվել, հմեկում, կենտրոնում, ես հիշում եմ այդտեղ ձեր մոտ։ Երբ որ 13 տարեկան էր, իրան հարց տվեցին, ինչ ցանկություններ ունես, ինքը 3 ցանկություն ասեց հասնել Ֆորմուլա 1, երկրորդը բացեմ իմ դպրոցը Հայաստանում, երրորդն էլ ասեց ուզում եմ Ադրբեջանում Հայաստանի հիմնը դրվի։ Բաքվի Grand Prix-ի ժամանակ։ Հա։ Հարց տվեցին, բա ոնց, որովհետև ասեց, որովհետև սա ֆուտբոլ չի։ Ահա։ Ստեղ ուզեն, եթե ես Ֆորմուլա 1 քշեմ, պիտի գնամ Ադրբեջան, ու եթե հաղթեմ, ուզեն Հայաստանի հիմնը պիտի դնեն։ Այդ ճանապարհը ինքը բռնել է, հիմա Ֆորմուլա 4-ից մինչև 1-ը այդ ճանապարհը ոնց ասում են, իր ձեռքերում է, ասենք իր ռեգիստրները շատ բարձր են, ներկայդրության միակ երեխան է, որ գումար է ստանում։ Նենց որ ոնց ասած թու լավ ճանապարհով են գնում, մեզ մնում է մի քանի նեգատիվ էներգիա մաքրենք, էդի մաքրել ենք արդեն, մնացածը իրանից է կախված, իսկ ինչ կա գնում է իր դպրոցի նույն ճանապարհով, իր երազանքը հիմա ի կատարածվում է, մենք արդեն հողը ունենք։ Կարելի է հարցնել որտեղ։ Երևանին կպած շատ մոտիկ։ Օրինակ կարամ ասեմ, տաքսով 3000 դրամով կհասնենք։ Չեմ կարող ասեմ, լավ, մոտավորապես պատկերացեցի, ամենայն դեպս Երևանի այդքան էլ հեռու չի։ Ոչ։ Չեն կարող ասենք, որովհետև ներկայդրությամբ թղթաբանությամբ ենք զբաղվում, այնտեղ մի քանի բան կարևոր բաներ կա, զվուկավոյ, կոնտամինացիա, այս կոմենկոմ, ջուր, հոսանք, կարծիքով երբ ամառը վերջանա, արդեն եւ ցանկապատած կլինի, բոլոր լիցենզիաները կունենանք, առաջինը դուք կլինեք, որ իմանաք որտեղում է։ Շատ լավ։ Իսկ երբ ինքը բաց կլինի, հասանելի կլինի։ Մեր օբյեկտիվը մայիս ամիսն է եկող տարի, բայց քանի դեռ մենք 2-3 ամիս հետ ընկանք, երևի մայիս-հունիս ամեն ջանքեր տեղադրելու ենք, որ արագի մեջ սարքվի, բացի դա ինքը դպրոց է լինելու, պրիվատ դպրոց, շատ բարձր կատեգորիայի,
այդ ձեր հարցի պատասխանը բոլոր պրոֆեսիոնալ կարտինգները, պրոֆեսիոնալ, իրապը ոնց որ Եվրոպայում, ասենք Եվրոպայում Yame մոտոր կամ Oka մոտոր, նույն ձևի ասենք լինելու է մինի, junior, senior կազետ, որ բոլորը տարբեր տարիքային երեխաները գան, պարապեն ոնց որ ինքն է պարապել, որ ասենք ոչ մի բան պակաս չի։ Այսինքն այն ստանդարտներով, որոնք որ միջազգային են ու ճիշտ։ Իմ մոտ մեկը մյուսի հետից հարց առաջանում։ Սկսեմ առաջինից, կարտոդրոմի վրա, շինարարության վրա հսկայական ծախս է կարծում։ Այնտեղ ամեն մի ասֆալտ չէ, որ կարող ես փռել, ամեն մի ծածկ չէ, որ կարող ես բերել տալ։ Դա տարբեր է ու ես ոնց հասկանում եմ, քանի որ դա պրոֆեսիոնալ է արվելու, դա լրացուցիչ ծախսեր են։ Այո։ Ինչ ծախսի մասին է խոսքը, դա գաղտնիք չէ։ Մոտավոր 5 միլիոն եվրոյի։ Որտեղից այդ գումարը եւ Դանիելի սպոնսորներն են, մեր ընտանիքը։ Կարծում եմ նաեւ ուրիշ գործարաններ կան, որ ցանկանում են միանալ։ Ոչ միայն հայ, կարծում եմ նաեւ իրանք մեծավ մասամբ հայ են, Հայաստանի հետ ինչ կապ ունեն, իրանց համար որքանով է այդ ծրագիրը իրագործման ենթակա, հաշվի առնելով, որ ինքը Իսպանիայում չէ, այլ Հայաստանում։ Գործարանները միշտ նայում են ռենտալ բիզնես։ Ռենտալ բիզնեսը երբ որ 20%-ից 16%-ից բարձր է արդեն դա ռենտալա, բացի դա շատ մարդիկ ման են գալիս անուն, շատ մարդիկ ման են գալիս ռեկլամ, շատ մարդիկ ման են գալիս լինել ուժեղ մարդկանց կողքին զուտ դրա համար։ Այսինքն իրանք տեսնում են, որ կա լավ դեսպան այս երկրի եւ շահութաբերությունը պոտենցիալ կա, ասենք այս տարածաշրջանում տենց բան չկա, նախ առաջին ամենամոտիկը Աբու Դաբիում է։ Մենք FIA-ի հետ պրոյեկտը FIA-ում է, արխիտեկտորը FIA-ինն է, լրիվ չափսերով բանով Դանիելն է գծել, Դանիելի գծած տրեկն է, ինքը բացի դա, ինքը 10 մետրանոց լենություն անելալու 1800 մետր երկարություն, որից ուղիղ գիծը համարյա 270 մետր է, նայեցա որ կանանք դրիֆտել քշենք մեջը, մոտո սպորտ եւ նաեւ տարբեր տեսակի դասեր։ Բացի դա մենք ունենալու ենք 70 հատ ֆլոտա, 70 հատ մեքենաներ ռենտալ, բայց բարձր մակարդակի։ Բոլոր այն մարդկանց համար, ովքեր որ ուզում են գան եւ սիրողական։ Ես եմ ուզում եմ գամ, ինչ է ինձ պետք։ Դե ունենալու ենք երկու կատեգորիայի ռենտալ։ Հա, իդեպ ես եմ ուզում եմ գամ տղայիս հետ։ Տղայի հետ ուրեմն ասում ենք 3 կատեգորիա, ունենալու ենք 5 մեքենա, ասենք 3-ից 6 տարեկանների համար։ Ահա։ Հետո 30 մեքենա, ասենք ձիաուժն է փոխվում։ Միջակ ձիաուժը բոլորը կանան վարձը վճարում են, բրիֆին են անցնում։ Կարճ դաս, տալիս ենք շորը, ձեռնոցները, գլխակը, իրանք ասենք իրենք քշում են, ոնց որ ռենտալ։ Իսկ մյուս կատեգորիա ռենտալ քշելու համար, ասենք մենք ենք կվալիֆիկացիա անցնում, բացի դա պիտի լիցենզիա ունենա։ Դե լիցենզիա ունենալն էլ մենք բոլոր լիցենզիաները մենք սարքելու ենք, եթե Հայաստանի Ֆեդերացիան փոփոխություններ եղավ, Հայաստանի Ֆեդերացիան լիցենզիան գտա, եթե Հայաստանի Ֆեդերացիայում փոփոխություններ չեղան, դրսի եվրոպական լիցենզիաներ մենք սարքելու ենք, բացի դա մեր ավտոդրոմը լինելու է տրամպոլին բոլոր աշխարհի մրցումների հետ։ Ինչու՞ օրինակ ձեր երեխան մենք տենանք, եթե պատրաստ է, հայրը, ծնողները գումարային խնդրեմ չունեն, մենք կարանք բաղատանենք եվրոպական բոլոր հարթակներում, աշխարհի հարթակներում, եթե ինքը մինի կատեգորիա, եթե junior, senior, նույնպես ֆորմուլա։ Դուք հիմա դուք ասեք, ես ուզում եմ պարապեմ, մենք ձեր հետ պարապում ենք, եթե դուք տեսնում եք, որ այդ պոտենցիալը կա, առանց խաբելու։ Կարևորը, ոչ թե խաբենք փողները վերցնենք, հետո տանենք ընդ վերջի տեղում լինի, չէ։ Որ պոտենցիալը կա, որ ասենք, հա, տոպովի 10-20 կարած քշես, ես ասես, հա, կապ չունի, ես վերջի տեղել քշեմ ուզում եմ գամ, բայց քանի դեռ դուք իմանաք, մենք այդ վիզայա, լրիվ տոմսերն է, ընթացակարգերը, որոնք որ պարտադիր են, հա, այդ մակարդակի համար, լիցենզիաները, բաները լրիվ ապահովում ենք, ասենք Դանի դպրոցն էլ, ասենք FIA-ում ռեգիստրար հեռացալնելու, լրիվ ինքը օֆիցիալ դպրոցալնելու, ոչ թե մենակ վարման, այլ ֆիզ դպրոց, ասենք ֆիզիկապես մեջը սպորտզալ լինելու։ Փաստացի
նախատեսում եք նախնական, որ կարտոդրոմը կսկսի գործել եկող տարի ամռանը։ Ամենաուշը ամառը, հունիսին։ Մենք ուզում ենք մայիսի կեսերին, որտեղ հատուկ օր կա, որ ուզում ենք այդ օրը լինի, բայց որ չստացվի երևի մի ամիս ուշացումով։ Բացի դա, Ֆորմուլա 1-ից 3 հոգի արդեն ասել են, որ կարտոդրոմի բացմանը կլինեն։ Ոնց է այդ կապը իրանց հետ ստեղծվել ու ում մասին է խոսքը։ Ֆորմուլա 1-ի բոլոր պիլոտները Դանիելին ճանաչում են, բոլորը։ Քանի որ ինքը բացառիկ տաղանդ է դրա համար։ Այո։ Որից մեկը, ասենք Չարլզ Լեկլերկը 2 տարի առաջ Դանիելին ուզում էր վերցնել իր մոտ։ Արդեն ստորագրելու էինք, բայց Ջորջո Պանտանոն էլի Ֆորմուլա 1-ի պիլոտ է, բայց մի քանի տարի առաջ Ջորջո Պանտանոյի առաջարկը ավելի գեղեցիկ, ավելի լավչելի էր, հա։ Ու Դանիելը հիմա Ջորջո Պանտանոյի ֆաբրիկայի դեմքն է։ Իսկ Շարլ Լեկլերին տենց շատ մոտիկ ենք։ Լավ, բայց ինքը չի նեղվել դրանից հետո։ Ոչ, բիզնես։ Okay, ու ինքը համաձայն է գալ բացմանը։ Որոնցից մեկը ինքն է լինելու։ Շատ լավ։ Երկրորդին էլ կարամ ասեմ, Կարլոս Սայնս։ Արդեն իսպանական դպրոց։ Այո։ Երրորդը չեմ կարա։ Ինձ թվում է արդեն բազմաթիվ Ֆորմուլա 1-ի նվազագույնը սիրահարներ տենց իրանց աշխերը պսպղացին։ Տենց մարդիկ Հայաստան, չգիտեմ, վերջին անգամ չեն եկել։ Վերջին անգամ չեն եկել։ Չէ, ու գալու են ու երբ որ բացվի դպրոցը, նույնիսկ մենք առաջարկ ունենք RXMSS-ից, որը որ անում է լրիվ կարտինգի մրցումները Եվրոպայում ու աշխարհի մակարդակով։ Եթե մենք ունենանք իրենց ուզած race control-ը ոնց որ ասած սենյակ է իր ամեն ինչով, իրանց տեխնիկայով, որ իրանք չգան այդ տեխնիկան բերեն, հավաքեն, վերջում քանդեն, տանեն։ Դա անվտանգության տեսանկարող սարքերն են համակարգան։ Control race։ Ասում եմ, եթե մենք այդ ամեն ինչ ունենանք, որտեղ ես 11 տարի է դրա մեջ եմ, դա արդեն ամեն ինչ գիտեմ, իրանց լրի պրոտոկոլով ենք անելու։ Եթե մենք race control ունենանք, ուստեղ ինչ որ մի բենզակալոն կա, ոնց որ ասում են, լցակը լցակայարան, կարենա իրանց ուզած բանը սարքի, բենզինը, որտեղ ասենք 98-ի վրա ինչ որ մի բան ավելացվում, որ պոտենցիալ մոտորի ավելանա, իրանք զուտ ակելն են վերցնում։ Ահա։ Ռեկլամները ուղարկել են, մենք ռեկլամները սարքելու ենք, այնց որ RXMSS-ն խոսքա տվել, որ մինիմում մի հատ աշխարհի չեմպիոնատ Oriente Medio Երևանում կանցկացվի։ Դե դե ապագայի խնդիր կլինի, եթե այդ ամեն ինչը լրացուցիչ 27-ին կլինի արդեն, 27-ին, ասենք նոյեմբերի ամսին, հոկտեմբերի վերջին արդեն կալենդարում կլինի այդ։ Եթե այդ չափորոշիչները բավարարվեն, չափորոշիչները բավարարվեն, որովհետև մենք FIA-ի արխիտեկտների հետ ենք կոնկրետ աշխատում։ Ես նախանձում եմ, որ սենց հսկայական ինչ-որ պրոյեկտ, որոնց թվում թե ձեր տղան է, թե իր նպատակը ստեղ կարտոդրոմ ունենալու, դուք կարողանում եք համատեղել։ Էդի 24 ժամվա մեջ հասցնում եք, տեղավորվում եք 24 ժամվա մեջ։ Դե վերջերս ոնց ասեմ, քչություն անում վերջերս։ Քչություն անում, որովհետև այս վերջի ամսվա մեջ ամեն շաբաթ 4-5 օր հյուրանոցներում ենք քննում, ոչ միայն ես, այլ նույնպես Դանիելը, ու այդ ռեժիմը, ասենք, ամբողջ տարին է, մեր մի մոմենտ կանգնում է նոր տարուն, 1 օգոստոսին։ Չի հյուծում երեխային, տենց չի նեղվում, ինքը մի պատեն։ Մեծ հաշվով ինքը իր մանկությունից հրաժարվում է, չէ՞։ Չէ, դա իր կյանքն է, ասում, պապա, ես որ չքշեմ գմեռնեմ։ Դաժե որ 2 շաբաթ գալիս է դիլիջան, խեղճ պապին, տատին, չգիտեն ինչ անեն, որ պահեն իրան, որովհետև ինքը ասեն երկրորդ, երրորդ օրը պատերի վրա է բարձանում, իր ադրենալինը հելնում է, դե ինչ անենք հիմա։ Իսպանիայում մեքենա կարող է քշել երեխան որ տարիքից։ 18։ Հիմա ինքը ձեզանից լավ է վարում կարծում։ 100%։ Իսկ ինքը իրավունք ունի, տենց, այսինքն ոնց հասկանում չէ։ Տալիս եք վարելու։ Վարում է, բայց փակ տեղերում։ Ահա։ Ավտոմատ, մեխանիկ կապ չունի։ Ոնց է ինքը տանում այդ պահը։ Ասում խաղալիք է պապա։ Հա։ Խաղալիք։ Բայց իմ վրա խոսում է։ Մենք որ ասենք Ֆրանսիա են գնում, արագությունը անցնում եմ։ Ահա։ Պապա արագությունա, պապա էս, պապա են, ասում եմ, բայ իմ ջանը քարա, որ քեզ դիմանում է այդքան, որովհետև ճիշտ ասած իմ ներքին աշխարհը փոխեց ինքը։ Ոնց ասեմ, ամեն քշելուց հետո ուզեմ թե չուզեմ ես լացում եմ, որովհետև
Բան չի պատահել, ամեն ինչ սաունա անցել։ Շատ դժվար է այդ պահերը նայելը, շատ դժվար է, որովհետև բոլոր երեխաները կյանքի մահվան հետ են կռիվ տալի։ Բոլորը։ Մի քանի տարի առաջ էլ կարծում եմ նրանք ովքեր որ ավտոմոտոսպորտին հետևում են, վստահ եմ այդ Ռոման Գրաժյանի վթարը տեսել են։ Դրանից մի քանի ամիս հետո էլ արդեն Ֆորմուլա 2-ում չեմ մահվան դեպք եղավ։ Չէ, հիմա ամեն ինչ այդ ալոն որ դրել են, ալոն ահագին ոնց որ ասած պահում է։ Բացի դա ոնց որ ասած նասկի է, ներքին շորերը բոլորը լրիվ կրակին պատրաստեն, կոշիկները, ձեռնոցները միջև 700 աստիճան տաքություն ունեն։ Դե ամեն դեպքում, բայց ինքը շատ վտանգավոր։ Հա, շատ վտանգավոր, որովհետև ամենաթեթև բանից ուսաձեռը ջարդվում է, բացի արագությունը խեցիական շատ բարձր է։ Դե ձեզ հաջողություն եմ ցանկանում, նախ եւ առաջ, եւ վստահ եմ, որ նա եթե գա Հայաստան, նաեւ ցանկանալու է Երևանի հարևանությամբ իր տարածքը, որ իր անունն է կրելու այդ կարտոդրոմը, գնա այցելի ինքը տեսնա։ Արդեն այցելել է։ Ահա։ Տեղը գիտի։ Դուրը շատ է եկել ու սպասում արդեն, պապա, երբ է սկսելու, բայց ասում եմ, ստեղ Հայաստան, ուզում եմ նույնիսկ նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը իր ամեն բանով, ոնց են ասում, պետական ապարատով, կառույցներով։ Հա, մեր հետ մեր կողքին է, ամեն ինչ արվում է ըստ օրենքի, ամեն ինչ արվում է ճիշտ, ես գոհ շնորհակալ եմ։ Ամեն ինչը իր ճիշտ պարամետրերով մարդիկ անում են։ Դե ուրեմն դա հաջողության երևի թե ամենակարևոր քայլերից մեկն է։ Այո, իսկ եթե ինչ-որ մի բան ուշանում է, ուրեմն դա է ճիշտը։ Լավ խոսքեր։ Ավարտի լավ խոսքեր։ Ձեզ շատ մերսի, շնորհակալ եմ Էդուարդ ջան, հաջողություններ տղային էլ, ձեզ էլ ձեր բռնած բոլոր գործերում։ Ասում եմ ինքը կդառնա մեր դեսպանը, նաև պատճառն ու առիթը, որ մեր պես ոդքասթները, մյուս սպորտային մարզական պարբերականները, որ էլ ավելի լուրջ պարբերականությամբ անդրադառնան իսկական մարզիկների, այլ ոչ թե մենակ այդ էլիտար Ֆորմուլա 1-ին, որը որ այս փուլում գոնե մեր հետ կապ չունի։ Կունենա մի քանի տարում անպայման։ Ձեզ շատ շնորհակալություն։ Ձեզ էլ։ Իսկ մեր հեռուստադիտողներին հաջողություն ասելուց առաջ, քանի որ սա ինչպես հիշում եք, այս եթերաշրջանի մեր վերջին թողարկումն էր, ուզում եմ ասել, որ իհարկե ավտոսպորտի մասին խոսելով մենք փակում ենք այս եթերաշրջանի հատվածը, բայց ոչ այս հաղորդումը։ Մի հատ շատ հետաքրքիր անակնկալ ունենք ֆուտբոլասերի համար, քանի որ մեր նախորդ եթերը, ինչպես կհիշեք, համեմված էր մի հատ շատ հետաքրքիր ռեպորտաժով Ամերիկայից, մեր գործընկերը Ռոբերտը Գասպարյան պատմեց, թե ինչպես են այնտեղ պատրաստվում ակումբային աշխարհի առաջնությանը, եւ քանի որ այն արդեն իր բուրըն ընթացքի մեջ է, Ռոբերտը մեզ համար եւս մեկ շատ հետաքրքիր ռեպորտաժ է պատրաստել, այնպես որ դա էլ դիտեք մեծագույն հետաքրքրությամբ ու մենք էլ ձեզ հրաժեշտ ենք տալի, բայց իհարկե ժամանակավոր մենք կվերադառնանք գալիք եթերաշրջանում, այնպես որ ցտեսություն, մինչ հանդիպում։ Ամեն անգամ, երբ տղամարդիկ լսում են Արգենտինա եւ Մեքսիկա բառերը, նրանց մոտ գալիս է գինո եւ տեկիլայի ասոցիացիաներից, երբ կանայք են լսում Մեքսիկա եւ Արգենտինա բառերը, անպայման դրանք լատին ամերիկյան սերիալներն են։ Բայց այսօր մենք չենք խոսելու դրանց մասին, քանի որ այսօր մենք խոսելու ենք ֆուտբոլի մասին, մենք կրկին փասադենայում ենք Սարոզգո ստադիոնը եւ այսօր հարավային կիսագնդի ամենաթեժ դիմակայություններից մեկն է։ Արգենտինական եւ մեքսիկական ակումբներն են իրար հետ մրցելու, River Plate-ը խաղալու է Մոնտերեյի հետ։ Այսինքն Մոնտերեյն է խաղալու River Plate-ի հետ, ինչու այդպես է ավելի ճիշտ ձևակերպել, որովհետեւ Մոնտերեյը կարծես թե տանն է խաղում։ Ինչու կարծես թե, որովհետեւ Մեքսիկան մոտավորապես այստեղ է։ Մեքսիկայից մարդիկ ոտքով, մեքենայով, հեծանիվով, չգիտեմ, ձիով եկել են, հասել են
Այստեղ Պասադենը որպեսզի երկրպագեն իրենց սիրելի ակումբին, այդպես եղավ Ինտերի հետ խաղում, երբ ամբողջությամբ լեցուն էր տրիբունան եւ 70%-ը մեքսիկական ակումբի երկրպագուներն են։ Այսօրվա խաղը ունի մրցաշարային նշանակություն, եթե այսօր թիմերից մեկը չի հաղթում, ապա հաջորդ փուլ դուրս գալու շանսերը դառնում են գրեթե 0-ական։ Նաև չենք մոռանում պատմական ակնարկի մասին, այս թիմերը միմյանց հետ մրցել են 2 անգամ եւ 2 անգամն են մրցել են Միացյալ Նահանգներում 2023 թվականին Օստինում կայացած խաղում River Plate հաղթել է 1-0 հաշվով, իսկ հաջորդ տարի արդեն Տեխասում կայացած խաղում գրանցվել է մարտական ոչ ոքի 1-1։ Հետևաբար Մոնտերեյը չգիտի ինչպես հաղթել, չի հաղթել երբևէ, բայց իր թիմում ունի ֆուտբոլիստներ, որոնք գիտեն ինչ է նշանակում պատմական եւ կարևոր հաղթանակներ։ Սերխիո Ռամոս, Սերխիո Կանալես, բայց միևնույն ժամանակ River Plate-ի կազմում խաղում են մեծանուն ֆուտբոլիստներ, որոնք որ 2022 թվականին Արգենտինայի հավաքականի կազմում դարձել են աշխարհի չեմպիոն։ Այնպես որ մեզ այսօր սպասում է շատ թեժ եւ ուժեղ դիմակայություն։ Վերջապես մենք հասանք տեղ, առաջին ակնը։ Ուժեղ մեքսիկացի երկրպագուներն են այս մոտ։ Գալիս են։ Տարբերություն առաջի անգամվա հեշտ գտանք, բայց այս անգամ ոչ թե 18-րդ թունելն է, այլ 19-րդ, նախորդ բոլոր անգամները 18-րդ թունելն էր։ Հիմա 19-ում ենք։ Այսպիսի տեսարան է։ Ես անկեղծ ակնկալում էի, որ River-ն ու Մոնտերեյը միանգամայն բաց ֆուտբոլ են խաղալու, չէ որ իրենց մոտ 60,000 երկրպագու էր եկել աջակցելու։ Սակայն առաջին կեսում թիմերը գրեթե վտանգ չստեղծեցին, փոխարենը սովորականից շատ խախտումներ գրանցեցին, թվով 21։ Տրիբունաներում կարելի էր նկատել փուչիկներ, որոնք անխնա պայթեցնում են ստյուարտները երկրպագուների աչքի առաջ, մենք էլ ամեն անգամ վեր էինք թռչում տեղից։ Սրանք էին առաջին կեսի ամենակարևոր իրադարձությունները։ Դաշտում ֆուտբոլ չկար գործնականում, հիմնականում թիմերը միմյանց ջարդում էին, կոտրում էին, խախտումներ, դեղիններ, մի խոսքով ավելի շատ մենապայքարային ինչ-որ սպորտաձև էր իջեցնում եւ ոչ թե ֆուտբոլ, իսկ ինչն էր ամենայն համար վատը անընդունելին, սա այս հատվածն է, որտեղ միշտ ինչ-որ մարդիկ են գնում գալիս, միշտ ամբողջ առաջին քաղաքեցի ընթացքում, մի մարդու դեմքին եկան էին նայել, արդեն տպավորություն էր, որ իր հետ էին մեծացել։ Երկրորդում պատկերը նույնն էր, առանձնապես ոչինչ չէր փոխվում, սակայն եթե նույնիսկ փոխվեր էլ, ես ու գոլեգաներս ոչինչ չենք տեսնի, որովհետև այս մարդիկ ու եւս տասնյակ հարյուրավոր մարդիկ իրենց սուրբ պարտքն էին համարում գալու եւ մեր դիմացով անցնելու, մի պահ կանգնելու, պտտվելու, հետ գնալու։ Գոլ ենք բացողում բարեկամներ։ Ինչու՞, որովհետև այս մարդիկ գալիս են նստում են այստեղ, որ իրանց տեղը չէ, հեսա գալու են հանեն, ծմծեր։ Չկա մի ցուցանակ, որտեղ որ բոլորը, որտեղ ոչ գրված լինի սա մեդիայի տեղը։ Խաղում իրավիճակը չփոխվեց նույնիսկ կարմիր քարտից հետո, քանի որ River-ն անգամ այդպես էր մի գլուխ ուժեղ Մոնտերեյից, եղան փորձեր, էլի փորձեր, երկրպագուներն էլ աջակցում էին, սակայն լուսատախտակին զրոներն այդպես էլ մնացին անփոփոխ։ Ավարտվեց հանդիպումը 0-0 հաշվով, խաղից տպավորություն չունեմ, որովհետև խաղ չկար որպես այդպեսին բարեկամներ, բայց ֆանտաստիկ տպավորված եմ երկու թիմերի երկրպագուներից, որոնք ուղղակի ամբողջ աշխարհին կարող են օրինակ ծառայել, թե ինչպես է պետք երկրպագել։ Մոնտերեյի երկրպագուն փորձեց լուսանկարվել River Plate-ի երկրպագուի հետ, բայց նրա ընկերներն ասացին No amigos, այսինքն մենք ընկերներ չենք։ Ռոզբոլին մնաց անցկացնելու ընդամենը մեկ հանդիպում, այստեղ իրար հետ կմրցեն Բոտաֆոգոն եւ Մադրիդի Ատլետիկոն, շատ թեժ դիմակայությունը եւս սպասվելու։ Եվ այդքանով կավարտվի աշխարհի ակումբային առաջնությունը Լոս Անջելեսի համար, ինչ տրամաբանական է, որովհետեւ այստեղ եղանակային պայմանները հաջորդիվ թույլ չեն տալու նույնիսկ երեկոյան 6-ին անցկացնել հանդիպումներ, որտեղ լինելու է 30 աստիճան շոկ։ Ինչ եթե ավարտենք, ապա հետևյալը կասեմ, խաղից բավականություն չստացա,
Իհարկե կար գիրք, բայց խաղ չկար որպես այդպեսի։ Երկրպագուները բրավո, կազմակերպչական տեսանկյունից էլի կային հարցեր, առաջին խաղի հետ համեմատած շատ լավ էր, բայց միևնույն է դեռ կա տեղ աշխատելու, հուսամ 2026 թվականի աշխարհի առաջնությանը Միացյալ Նահանգները շատ լավ կպատրաստվի, որովհետև նման կերպ ընդունել FIFA-ի մրցաշար Միացյալ Նահանգների կարգ երկիրը պարզապես իրավունք չունի։ Այնպես որ այսօրվա համար այսքանը, ձեզ հետ է Ռոբերտ Գասպարյանը, Պասադենայից, կհանդիպենք։